Սիրելի հայ ժողովուրդ, հիշեք, Նիկոլը միշտ իր վրայից գցելու է բոլոր մեղքերը այնպես, ինչպես արել է տարիներ շարունակ։ Իսկ մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է, անիմաստ գործ։ Եվ եթե մեղավորը կառավարությունը, մեղավորը նաև ժողովուրդը, որտեղ այս ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության։ Ես թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թիվ 1 մեղավորն եմ։ Բա ով է։ Հայաստանի վարչապետ աշխարհի բոլոր հայերի պատասխանատուն չի։ Եվ ես այս համայնքային հանդիպումները անում եմ, որ ասեմ ժողովրդի վրա հույս չդնեք։ Ինչի վրա երթի երթարկեցիք մարդուն։ Հասկանում եք, իմ շարասյունը չի։ Հայաստանի Հանրապետության վարչապետի կոպիտ ասած ավտոբուսն է։ Հիմա ինչ կապ ունենք մենք, ես ինչ կապ ունեմ այս պատմության հետ։ Սա ասում է մի մարդ, որը ամեն ինչ անում էր, որպեսզի դառնար գերագույն գլխավոր հրամանատար, կյանքում գերագույն ստախոսից ավել բան չլինելով։ Բանակ շարվի, բանակ հավսար, բանակ զգաստ։ Եվ այո, ասում եմ որպես պատերազմական իրավիճակում զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա։ Վարչապետը մարդ է ղեկավարում կամ ղեկավարը։ Հանկարծ որևէ մեկը չկասկածի այդ հրամանատարական հատկությունների վրա, որևէ մեկը։ Մենք թույլ չենք տալու Հայաստանի եւ Ղարաբաղի կապիտուլյացիա։ Իսկ վերջում նա իրեն բնորոշ ոճով կասի, որ ոչինչ չի հիշում։ Ես այդպիսի բան եմ ասել։ Այո։ Որտեղ եմ ասել։ Որտեղ եմ ասել։